Պարոն Սիմոնյան, պարզեցիք, ինչ զրուցեցիք։ Պարզվեց շինարարները նման տեղեկություններ են տարածել։ Բայց դուք տեղեկություն ունեք ումն է, ում է պատկանում։ Հայտարարություն տալու եք այդ մասին։ Հեսա գնում ենք այդ բարեպես։ Հեսա գնանք տենանք։ Ես լավ օրինակ, շատ լավ բան է, կօգնեք հիմա դուք ինձ այդ հարցով։ Սեփական ապարերը թող կապվեն ազգային ժողովի հետ, եւ որտեվ ես զբաղվելու եմ այդ շինարարության փաստաթղթերով, որպեսզի հասկանանք թե ոնց է ստացվել, որ իրանք փաստաթուղթ են ստացել, ով այդ փաստաթուղթը տվել, ոնց է ստացվել, որ ճանապարհը դրանից տուժել է, ոնց է ստացվել, որ լարերն են դրանից տուժել, եւ եթե իրանք հետաքրքրված են վերջնական փաստաթղթավորման հետ կապված, իրանք խորհուրդ եմ տալիս իրենց կապվել ինձ հետ։ Իսկ շինարարները ինչու են ձեր անունը տվել։ Համեցեք։ Շինարարները, աշխատողները, որպեսզի եկել են բողոքել են, տենց մեր շենքը մոտիկա, ասել են դե իրանն է, որ հանգարց չանհանգստացնի։ Չէ, այդ աշխատանքներ տանողները, հա, այդ կառուցումը, որ անում են շինարարները, բանվորները։ Ինչ։ Հիմա ունի քիչ մարդ է տալիս։ Բա ինչ է։ Դե բայց իրանք են չէ կառուցում ու ասում են ձեզ համար են կառուցում։ Ոնց չաշխում իմ համար են կառուցում։ Ես ուտեն ասում։ Եթե տենց բան պաշտոնապես կասեն, կպատժվեն։ Եթե չգան չհերքեն, նույնպես կպատժվեն։ Օրենքի ամենայն խստություն։ Պարոն Սիմոնյան, բայց այնուամենայնիվ չասացիք, հա, ինչու է գորգորում։ Ու վրա է գորգորում։ Շենքում ներսում։ Աշխատակիցների վրա է գորգորում։ Որտեղ բրծում են իսկ պատերը կերտում, ինչ որ բան կա։ Ինչ ասեմ, շատ լավ մարդիկ են ընկերացան։ Տիկինասայի հետ ընկերացան, մնացածի հետ էլ ընկերացան։ Համարներ են փոխանակվել։ Էլ ինչ հետաքրքիր։ Գնում եք հիմա այդ կառուցման վայրը, հա։ Չէ, այդ վերևն է, ես չեմ սխալվում, որ ինձ են վերադում։